Նախագահի պաշտոնում արտասահմանյան առաջին այցը Դոնալդ Թրամփը սկսեց Սաուդյան Արաբիայից որպես մահմեդականության կենտրոն, ապա ուղղություն վերցրեց դեպի Իսրայել, հուդայականության կենտրոն, կրեց հրեական գլխացածկ ու ձեռքը դրեց այստեղ սուրբ համարվող արևմտյան պատի վրա։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ խոսեց տարածաշրջանային խաղաղության մասին։ Գիտեմ, որ այս տարածաշրջանի խաղաղությունն ամենաբարդն է, սակայն զգում եմ, որ դրան հասնելու ենք։ Պաղեստինցի նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպումից հետո հաջորդ քայլը Թրամփը չորեքշաբթի օրը կատարում է կաթոլիկ քրիստոնյա աշխարհի կենտրոն Վատիկանում։ Թրամփի նախընտրական արշավի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը քննադատել էր նրան ասելով, թե ժողովուրդների միջև պատի կառուցումը դեմ է քրիստոնեական արժեքներին։ Քրիստոնեական է ոչ թե պատեր, այլ կամուրջներ կառուցելն է։ Նախընտրական արշավի ընթացքում ավելի անզուսպ պահվածքով հայտնի Թրամփը պատասխանել էր ասելով, թե կրոնական առաջնորդի համար ազնիվ չէ որևէ անձնավորության հավատքը հարցականի տակ դնելը։ Սակայն հիմա ժամանակն է հաշտվելու։ Անցյալ շաբաթ Պորտուգալիայից վերադառնալու ճանապարհին Ֆրանցիսկոս Պապն արեց հաշտվելու առաջին քայլը։ Կարող ենք գտնել գոնե կիսաբաց դռներ, մտնել այդ դռներից ներս ու գտնել ընդհանուր եզրեր։ Դա կարելի է անել քայլ առ քայլ։ Վատիկանում կաթոլիկ եկեղեցու եւ ԱՄՆ-ի առաջնորդները պիտի փորձեն գտնել հենց այդ կիսաբաց դուռը, որից այն կողմ հաշտության ուղիներն են։ Այս մասին է ասում Վաշինգտոնից գործող Religion News Service լրատվական ծառայությունը ներկայացնող Ջերեմի Սոկոլովսկին։ Նրա խոսքերով բոլորն են հասկանում, որ նախընտրական արշավի ժամանակ հաճախ արտահայտվում են մտքեր ձայներ շահելու կամ կրքեր բորբոքելու համար, իսկ այս փուլում եւ Հռոմի Պապը եւ Դոնալդ Թրամփը պիտի թողնեն, որ անցածն անցնի եւ պիտի խոսեն այսօր առկա կարևոր խնդիրների մասին։ Հռոմի Պապի եւ ԱՄՆ-ի նախագահի միջև հանդիպումը ըստ նախատեսվածի տևելու է 1 ժամից պակաս, որից հետո Թրամփի նախագահական օդանավն ուղղություն է վերցնելու դեպի Բրյուսել, ուր նա հանդիպելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին։ 9-օրյա ուղևորությունը Թրամփն ավարտելու է Սիցիլիայում, որտեղ մասնակցելու է մեծ յոթնյակի գագաթաժողովին։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։